Անդրադառնանք տարածված միֆերին, պարզենք իրականությունը գլխացավերի մասին, ջրի պակասից կարող է գլխացավ առաջանալ։ Այո, շատ ցանկալի է օրական 1.5-2 լիտր ջուր օգտագործել գլխացավ չունենալու համար։ Կան գլխացավեր, որոնք առաջանում են պարկած դիրքից։ Եթե պարկած եւ առհասարակ դիրքի փոփոխությունից մարդ ունի գլխացավ, պետք է հաշվի առնել, որ հնարավոր է ինչ-որ անոթային հիվանդություն կամ ուղեղի այլ ախտահարում լինի, այնպես որ այս դեպքում խորհուրդ կտամ անպայման մասնագետի հետ խորհրդակցելու։ Գլխացավի դեպքում միշտ պետք է ցավազրկող խմել։ Եթե գլխացավը չի նահանջում կամ գիտենք մեր մշտական ցավն է, որ պիտի շատանա երկարի միանշանակ արագ օգտագործել, չսպասել, բայց շատ միջոցներ կան, որոնք կարող են գլխացավի ժամանակ օգնել, հանգիստը, ջուր խմելը, մաքուր շնչելը, նույնիսկ օրինակ թռչոց դնելը։ Սուրճը կարող է օգնել գլխացավի դեպքում։ Միևնույն ժամանակ այո եւ ոչ։ Միգրենի դեպքում կոֆեինի չարաշահումը կարող է բերել գլխացավերի հաճախացման, նույն լարվածության տիպի գլխացավին ընդհանրապես կոֆեին չօգտագործելը հակառակը կարող է գլխացավ առաջացնել, այնպես որ խորհուրդ է տրվում օրական 1 կամ 2 բաժակ օգտագործել։ Գլխացավը կարող է լինել վտանգավոր հիվանդության նշան։ Միանշանակ այո, սովորաբար դրանք կոչվում են կարմիր դրոշակներ, եթե գլխացավը շատ սաստիկ է, գայծակնանման է, մարդ բնութագրում է այնպիսի ցավ, որը կյանքում երբևէ չի ունեցել կամ օրինակ 50 տարեկան եւ ավել հասակում է, որ էլի բնորոշ չի, ապա այո, դա կարող է որևէ այլ նշան, ինֆարկտի, ինսուլտի նշան լինել, որ դեպքում պետք է հրատապ դիմել մասնագետի։